Եվ մի բան ռուսական սանկցիաների հետ կապված, տեսեք դուք, ես հիշում եմ ձեր թիմը դեռ նախընտրական շրջանում էլ Սամվել Կարապետյանին գրեթե ազգի դավաճանի պիտակով այսպես մեղադրում էր, որ դուք եք անում Ռուսաստանի հետ ձեր կապերը օգտագործելով, որ Լարսում սանկցիաներ են, վատ իրավիճակ է, Ռուսաստանը սանկցիաներ է իրականացնում, բայց ես ձեզ չգիտեմ դուք տեղյակ եք այդ մարդկանց մասին թե չէ, բայց ուզում եմ հստակ տեղեկություն հաղորդել եւ ակնկալել ձեր գնահատականը։ Տեղյակ եք, որ Ռուսաստանում կան հայեր, Լյուդինգի Արմեն եւ Արթուր անուններով, Լյուդինգ ընկերությունը կարծում եմ հայտնի է այդ վաճառքով է զբաղված հիմնականում կոնյակի։ Այդ մարդիկ ուրեմն Չեչեն Ակաևի եւ հրեա Գենայի հետ միասին տանդեմ են կազմել եւ խոչընդոտներ են հարուցում հայ գործարարների համար, մասնավորապես Հայաստանից Ռուսաստան կոնյակ արտահանողների համար, սա այն դեպքում, երբ որ անձամբ Ռուսաստանը պետական մակարդակով կոնյակի մասով արգելք սանկցիա չի դրել, ծաղիկ, չգիտեմ, ձկնամթեր կարել, կոնյակի մասով ազատել, բայց այդ մարդիկ այն նախկիների ձեր բառամթերքով ասեմ, Սաշիկի նման փայ են մտնում այդ գործարարների բիզնեսում, պարտադրում են, որպեսզի ստեղծում են պայմաններ այդ Ակաևի մյուսների միջոցով, որպեսզի այդ սելխոզ, այդ նadzորները ռուսական գնան, խնդիրներ հարուցեն, օրինակ կոնյակ արտադրողների այնտեղի բազաների համար փակեն, լիցենզիայից զրկեն, որպեսզի այստեղից արտադրողները միայն իրենց լյուդինգի միջոցով կարողանան արտահանել եւ իրենց փայ տալ 15-ից 17% չափով։ Դրանք հստակ տվյալներ են, դուք էլ կարող եք ձեր հնարավորություններով ճշտել։ Օրինակ դուք ինչ եք պատրաստվում անել այս կապակցությամբ, որտեղ նրանք օրինակ նույն Լյուդինգի Արմենը նաև Հայաստանի քաղաքացի է, այստեղ կապեր ունի, որպեսզի իրենք գոնե այստեղ չհարվածեն եւ չնպաստեն ռուսական հարաբերությունների ավելի վատթարացման եւ չհարվածեն հայ արտադրողների բիզնեսին եւ արտահանմանը։ Ինչ վերաբերվում է ձեր նշած անձին, ես շարունակում եմ պնդել, որ մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում եղած խնդիրները ծագում են Հայաստանում գործող պատերազմի եռագլուխ կուսակցություններից, դա ակնհայտ փաստ է, եւ հիմա առավել եւս, որովհետեւ կամ նրանց են ինչ-որ բան խոստացել, կամ իրենք են ինչ-որ բան խոստացել, հիմա այնտեղ կա որոշակի լարում, նրանք ես չգիտեմ ով ում ինչ է խոստացել, բայց ակնթայտորեն այդ խոստումները չեն կատարվել եւ հիմա պետք է խոստումների չկատարման բարձաբանումների կոնտեքստում է, որ այս խնդիրները առաջանում են, ինչը լուրջ չի։ Ինչ վերաբերում է ձեր նշած մյուս անձերին, պատիվ չեմ ունեցել այդ անձանց անունները լսել, բայց եթե այդ ամեն ինչը ասիկ առավել եւս Հայաստանի քաղաքացի է, կարծում եմ, որ եթե այդպիսի դուք էլ հրապարակային կառավարության շենքում այդպիսի հայտարարություն արեցիք, ես կարծում եմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները անհամբեր կսպասեն, որպեսզի այդ անձը, որ ինչպես նշեցիք, Հայաստանի քաղաքացի է, Հայաստանի Հանրապետություն մուտք գործի եւ կարծում եմ ձեր հայտարարությունից հետո առավել եւս մեր իրավապահները կհրավիրեն սուրճ խմելու եւ այդ հարցերին պատասխանելու։ Տեսեք դուք ինչ եք ասում, ես ձեզ մի բան ասեմ, երբ որ դուք ասում եք, օրինակ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ եւ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի կարող այդպիսի գործունեություն ծավալել, եթե դա ես չգիտեմ, եթե դա իրականություն է, դա նաեւ հաղորդում է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին եւ եթե կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն էլ ձեր հայտարարության, մենք ուղիղ եթերում ենք հիմա, եթե չեմ սխալվում, ձեր հայտարարության հիման վրա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն էլ պետք է հետաքննություն սկսեն, թե ով է, ինչ է եւ այլն, բայց կներեք իմ կարծիքով ինչ որ դուք ասում եք, իմ կարծիքով եթե դա իրականություն է, դա առաջին հերթին վիրավորական է Ռուսաստանի պետության համար, որտեղ ես պատասխանատու ձևով ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի նկատմամբ այդպիսի գործունեություն չի կարող ծավալել։ Դա բացառ որ պահին այդպիսի ինֆորմացիա լինի, Հայաստանի իրավապահ մարմինները եւ գուցե եթե ՇՄ հատում է իրավապահ մարմինների գործունեության կարձագանք են, իսկ եթե այլ վարչական մարմիններն էլ էլի կա Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի կարող այդպիսի բան անել, բացառված է, չի կարող այդպիսի բան լինել։ Արդեն գործադրեցի նախնական ջանքը, որովհետև էլի եմ ասում, պատիվ չի ունեցել ձեր նշած անձանց գործունեության հետ առնչվել,
բայց քանի որ դուք ինձ այդ պատվին արժանացրիք, ես երկու ուղղությամբ արդեն նախնական ջանքը գործադրեցի եւ կարծում եմ, որ ձեր հայտարարությունների մասին մեր մարմինները ինձ տեղեկանք կտան, թե ինչի մասին եք դուք ասում եւ որ դրվագներն են, որ մենք այս պահի մեր ունեցած տեղեկություններով կարող ենք հաստատել։